շենքի անդամ պարոն Արտուր Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան։ Զելայնակիցներ, այսօր այս շենքում, որտեղ հավանաբար առաջինն էր այն պետական շենքից, որի վրա բարձրացվեց եռագույնը, դեռևս 89 թվականին, չի վճռվում միայն այս ընտրությունների հարցը, չի վճռվում այն հարցը, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա, Օրբանում քանի ձայն կունենա Նիկոլ Փաշինյանը եւ ինչ օրենքներ կարողանա ընդունել։ Այսօր այս շենքում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, հայերիս ճակատագիրը։ Մենք ինչ երկիր ենք ուզում ունենանք, երկիր, որտեղ վերջը մենք կարողանանք մեր ազգային նպատակները կերտել, ունենալ ազգային պետություն, թե երկիր, որի սահմանադրությունը գրվելու է Բաքվում։ Երկիր, որտեղ իշխանությունը պարտադրելու է բոլորի իրենց բջջային հեռախոսները գրանցել, որ կարողանան հասկանալ ով ինչ խոսեց, ում հետ ինչ խոսեց, երբ ինչ խոսեց։ Երկիր, որտեղ ձեզ բոլորին թալանելու են։ Կարծում եք պատահական էր, որ իրանք ակցիզային հարկը բարձրացրեցին։ Դա անմիջապես ազդելու է բոլորիս գրպանի վրա։ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր ժողովուրդը տուգանքների մատերիալ չի, իր իշխանության օրոք բազմապատիկ անգամ ավելի շատ տուգանք է վճարել, հարկեր ու թուրքեր է վճարել, ինչի վրա է գնացել այդ փողը։ Թող բացատրեն, այդ հարկերը, որ հավաքում է, այդ արտաքին պարտքը, որ շալակում է, հանիսի կյանքն է բարելավել։ Վերջը, մենք ժողովուրդը պետք է կարողանանք բռնենք իրենց ձեռքը։ Պետք է ասենք ոչ Հայաստանը անկախ պետություն է, այլ ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի վիլայե։ Ադրբեջանցիք ընդեղից պարզ ասում են 300,000 հոգի մարդ կար ու ես անկաշում եմ ես բան չկա։ Ջայլանի նման գլուխները թաղել են ավազի մեջ։ Չեն ասում է չէ ադրբեջանցի, կարը հատ է կտա։ Ասում են ես բան չկա։ Հետո երբ ասել ես դեմքանի, ասում են ընդիմությունն ա մեղավոր։ Որ ընդիմությունն ա մեղավոր, ընդիմությունն ա հարցություն։ Դուք ինչի համար եք որպեսի։ Ասում են չի է։ 300,000 ադրբեջանցիները չեն։ Հիմա Եվրոպա քննարկումը շատ կարևոր է, իրանց համար օրակարգային է, ապուրինի ներկայացյալները, դերները կրակ են ընկել։ Եվ մտածում են երրորդ երկրներ արտաքսելու մասին։ Եվ արդեն միջազգային մամուլում կան, ևս մեկ անգամ գրվել է, որ Հայաստանը դիտվում է որպես մի երկիր, որտեղ այդ չգիտեմ, աֆղանցիներին, պակիստանցիներին, բանգլադեշցիներին, տասնյակ հազարներով կարող է հետ արտաքսեն այ մեր երկիրը։ Դե ինչ երկիր ենք մենք ուզում, թե չենք ուզում։ Մենք ուզում ենք խոսումներով կերակրվող ժողովուրդ, թե ուզում ենք ժողովուրդ, պետություն, որը կարող է վճռականորեն ձեռքը խփել սեղանին եւ ասել հերիք է։ Եվ դրա համար ես մեր բոլորին հայրենակիցներին, ովքեր ասում են Չէ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, կամ դե հա զբաղվում եմ, բայց այսօր զբաղված էի, չեմ կարողացել մասնակցել այս հայտարարությանը։ Հասկանալ, որ այս զանգը հուշում է բոլորիս համար, բոլորիս գրպանն են մտնելու, բոլորիս հեռախոսն են մտնելու, բոլորիս ընտանիքն են մտնելու, բոլորիս են կանդալելու, պարտադրելու, որ իրենց օրակարգը սպասարկենք, այնպես որ սելյայնակիցներ միացեք մեզ, միացեք և տեր կանգնեք ձեր քվեին, միացեք և տեր կանգնեք մեր բոլորիս հայրենիքին։ Շնորհակալություն։